Սիրելիս բարի ուշ երեկո, մեր վլոգը շարունակվում է, չնայած տուն եմ գնում ու որոշեցի ամփոփել վլոգը, այսպես տեսակ այս վլոգը ավելի շատ աշխատանքային էր, այստեղ ես ներկայացրեցի մեր սրճարանի մենյուի մի հատված, աշխատանքներից մի հատված, մտածելով, որ ձեզ էլ կհետաքրքրի, ինչ ենք պատճառում, ինչ ենք պատրաստում եւ այլն, ինչ աշխատանքներ եմ ես առհասարակ այնտեղ գործածում։ Հիմա արդեն 10:30 է ու ստացվում եմ տուն, մեծ շփակ եմ հասել եւ ասեցի ամփոփել վլոգը շատ հոգնած, գերհոգնած կարելի ասել, այսպես սպառված, որտեղ խիստ գրաֆիկով 14 ժամ ոտքի վրա, դա է, որ ուղղակի 14 ժամ չի, հա, ինձ թվում է շատերը ինձ կհասկանան։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ինձ հետ լինելու համար, դիտելու մինչև վերջ, ովքեր բաժանորդագրվում են, միշտ հավանում են իմ տեսանյութերը, միշտ սպասում եմ ձեր հետաքրքիր հարցերին, գրեք մեկնաբանություններ, շատ մեծ սիրով պատասխանեմ, ձեզ էլ անչափ շնորհակալ ու որ գնահատում եմ ձեր ժամանակը, որ տրամադրում եք ինձ, մեզ, մեր փոքրիկ ընտանիքին, քիչ է մնացել, որ հասնենք կլոր, ինձ համար դա մեծ թիվ է, միգուցե շատերի համար դա փոքր թիվ լինի, բայց 1500-ի համար մեծ ընտանիք ենք, հա, արդեն, այդպես սիրելիներս, սպասեք սիրով, ես ձեզ սպասում եմ ձեր մեկնաբանություններին, շնորհակալ եմ մինչև վերջ դիտելու համար, հավանելու, սիրում եմ ձեզ բոլորիդ, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգի շրջանակներում, պակա-պակա, ողջույն, սա ես եմ և իմ ստվերը, բարի լույս սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ լավ եք, ես նույնպես լավ եմ, մի քիչ տրամադրությունս էլ է լավ, քանի որ եղանակները բացվում են կամաց, որովհետև տեսեք, արդեն հագուստից էլ եք զգում, որ բավականին հաստ հագնված, որ եղանակը մռայլ է լինում, իմ տրամադրության վրա դա ազդում է, մի հատ գրեք տեսնեմ դուք եք այդպես, թե միայն ինձ մոտ է այդպիսին, ասեցի ազդարարեն վլոգի սկիզբը, գնայում եմ հիմա այս պայն աշխատանքի, այսօր երեկոյան կտեղադրեմ նախորդ վլոգը նկարած, առավոտ շուտ երեխաներին կերակրել եմ, տները կարգի բերել, լվացք, ամեն ինչ արել եմ ու հիմա շտապում եմ աշխատանքի ու որոշեցի սկսել նոր վլոգ։ Դե ինձ սիրելիներս, հուսամ հետաքրքիր կլինի ձեզ համար, я очень стараюсь, շնորհակալ եմ մեկնաբանելու, գրելու, հարցեր, ձեր հարցերը սիրով պատասխանում եմ, մաղթում եմ ձեզ հաճելի և բարի դիտում մնացեք ինձ հետ։ Սենես ես աշխատանքի բայրում, ինչ ախորժելի է, Արի ողջույն սիրելիներս, նախորդ կադրերից, եթե չեմ սխալվում, 2 օր անցել է, այսօր երկուշաբթի է և արդեն ժամը 1:30 է լինում, օրվա երկրորդ կեսն է ու ես շարունակում եմ վլոգը, տան գործեր, արտուկ, այդ ամեն ինչ չեմ նկարանում, որովհետև նույն առօրյան չեմ ուզում, հա, անդադ, ոնց որ ասած, ձեզ էլ ձանձրալի, ինձ թվում է հետաքրքիր չի լինի, ու այս պայն գնում եմ պոլիկլինիկա, որպեսզի մի հատ ակաժներս, քանի որ ցավ ունեմ ակաժների հետ կապված, մեկ-երկու անգամ, որ հիվանդացել էի, որ ստրոլյա հետ էլ, ես մի տեսակ սուր ցավ է, մնավատ աճ ականջս, հիմա գնում եմ լորի մոտ,
որից հետո արդեն պետք է շտապեմ աշխատանքիս վայր։ Եղանակը շատ շոգ է, հագել եմ այս շորտը, բայց վրայից էլ սարոջկան ու ահա որ տոթա։ Երևի ռոմաշկացան եմ արդեն։ Երեխաները տանն են, երեք գնացել էին տատիկի հետ Պարկ Պաբեդի, ճիշտ է։ Հեռախոսը չէր վերցրել Լիլիթը, թե ասեի, որպեսզի կադրեր նկարեր ձեզ համար, բայց մի օր ես կգնամ ու սիրուն վլոգներ եւս կնկարահանեմ, սիրելիներս։ Հիմա այս պայն արագ ուզում եմ հասնել պոլիկլինիկա, որպեսզի չուշանալ, որ դուրս գամ անպայման կմիանամ ու կկիսվեմ ձեզ հետ, թե ինչ ասեց բժիշկը։ Սիրելիներս, ես դուրս եկա, ինչպես որ ենթադրում էի, պրոբկայեր ականջներումս լվացում արեցին և դեղ նշանակեց, որպեսզի աջ ականջս իրեն կաթացնեմ։ Հիմա այսպես գնում եմ արդեն աշխատանքի։ Այս հարցն էլ լուծեցինք, մնացածը սիրունա տեսարանը։ Калмат! Тихо. Это тебе. Ой, спасибо, Ариска. Ариска. Мы пошли 7 шагов, юлачки взяли. Мы в автоматы поиграли. Как ваши дела? Нормально. Сумка зачем открыта? Мы жвачку. Сказали. У меня было 2 десятки, мы решили взять. Пойдем, пойдем. Пойдем. А можно я пойду мороженое куплю? Подайте Аси. Ашка, так. Эском. Эском, гина, покажи. Это тебе. От Это кого? тебе. От нас. Спасибо. Вот и лакаси меч, спасибо, усмотрела ворви. Нет. Я сейчас ее вот так вот. Не надо, Лиль. Ты Не, чё? перевешивать. Вот так вот. Моя любовь. Вы коробка тесник, узума матни. Да. Она даже в пакет забралась. Սելի հետևորդներ, ես արդեն տանն եմ, ուշ երեկո է և ինչ եմ անում այս կլատովկայի հատվածն եմ դասավորում, այսպես տեսնում եք քաոսային վիճակա, այսպես որ տրաքած կառոպկա ունեի, որի մեջ այս դպրոցական ավել իրերներ, այն որ սենց պակետներ զապաս և մի հատ էլ այսպիսի կոնտեյներ են վերցրել ֆիքս պրայսից այսով, որպեսզի գեղեցիկ տեղափոխել իրեն մեջ, համ ակուրատնի կլինի, համ էլ կամֆորտ ու ազատվում եմ այն իրերից, որը որ ես չեմ օգտագործում, տարիներով դրված է, չեմ օգտագործում, նաև այստեղ կտեղավորեմ խոհանոցային նոր իրերը, որը որ դեռ չեմ օգտագործում, հա, կարիքն էլ չունեմ։ Հիմա այս հատվածից պետքա դուրս բերեմ, տեսնում եք։ Սկսենք սրանից, սա խոհանոցային կշերքա, որի այս տարան կոտրվել է, գործի տեղը, ու այդպես չօգտագործեցինք, որոշեցի սա վերցնեմ, սա առանձին վաճառում է, կարող եմ հետո պատվիրել այն, այսպես տուփով էս գնաց այս մասը։ Այսպես, սա կհիշեք, որը որ նվեր էի ստացել, սա այսպես եղեց, հետև ուտակ, այս կդրվի տափակ, այս մեկու չէ, սա էլ ստեղ, այսպիսի նոր խոհանոցային կոնտեյներ, այս շպիլկաները գնաց, այստեղ ունեմ այսպիսի տարա ևս, որը որ իսկ իր չափի է, հիմա, ահա, այսպես ակուրատի որոշ բաները տեղավորել եմ, հիմա այսպես կփակեմ ու կտեղափոխեմ կարողկայի փոխանեն, որը որ ցույց տվեցի, այս տուփը ընդամենը 400 ռուբլի արժեր, սրանց ևս վերցրել էի արդեն խաղալիքների համար, հիմա այստեղ
այն վերևի բանը ինձ նյարդայնացնում է իրականում փոքված աբոյը, բայց այս հատված ունեցանք այսպիսի տեսք։ Սրանց համար պետք է իրանց գտնենք սարյատկայի և այստեղ արդեն հավաքված կոկիկ։ Սիրելիներս ողջույն, մեզ մոտ հաջորդ օրն է, կեսօր է արդեն լինում և ես ուր եմ գնում, կրկին անգամ պոլիկլինիկա եմ գնում, որպեսզի Լիլիթի անալիզների պատասխանը վերցնեմ։ Փոքր մեքենայով խոտ էին հնձում, ձայնը խանգարում էր, ստոպ տվեցի։ Որից գնում եմ պոլիկլինիկա, երեխայի անալիզները վերցնեմ էնդոկրինոլոգից և որից հետո պիտի գնամ արդեն աշխատանքի, ստացվում է այս շաբաթը հագեցած է պոլիկլինիկա գնալ գալով, բայց դե ինչ արած առողջությունը ամենակարևորն է։ Եղեք առողջ, կարիք երբեք չունենաք պոլիկլինիկա, հիվանդանոց, ատելով ատում եմ հիվանդանոցը։ Ուզում եմ, որ բոլորդ էլ միշտ էլ առողջ լինեք ու երջանիկ։ Այստեղ այնքան սիրուն է, այս մեր լիճի մոտն է, այսպես լիճի շուրջ, նույնիսկ պարկում զագար են ընդունում մարդիկ։ Եղանակը անբամած է թերևս, բայց շատ շոք է, ուսմանել եմ, որ տաբատ եմ հագել։ Այդպես իմ սիրելիներս, տեսնեմ ինչ եմ անում, ինչ են ասում, 31-ին Էվիտայի պատասխանները պետք է վերցնեմ, 4-ին և 10-ին ևս արդեն իմ համար պետք է գնալ թռչկի։ Այդպես ասեցի մի փոքր տեղեկություն, հա, մեր մասին, ինչ եմ կորել, ուշուշ եմ գցում, քանի որ զբաղված եմ շատ խիստ գրաֆիկով։ Երեխաների կերակրեցի, տները մաքրեցի, որ տեղին ու դուրս եմ եկել սենես։ Այսօր աշխատանքի վայրում ուզում եմ ճաշը վերջացնել, 2 օր առաջ շոկի խաշեցի տավարի միսը, լոբին եմ խաշել, որպեսզի ճաշ եփեմ, բայց չի ստացվում։ Այսօր փորձեմ այդ լրացնեմ, վերջապես եփեմ, պրծնեմ։ Ձեռքս հոգտեց սիրելիներս, մնացեք ինձ հետ, նորից կհանդիպենք։ Սիրելիներս, ես դուրս եկա, այստեղ մայրուղու վրա եմ, դրա համար աղում։ Թարք Աստծո բոլոր անալիզները նորմալ էր, իրենց չափորոշիչներին համապատասխան, ուղղակի ասաց պետք է փորձեք ուղղակի մի քիչ նաբլյուդայց անել, փոխել երեխայի սնունդ տակարկը։ Вот так все хорошо, слава Богу. Ուղղակի դիրա տարիքային ինձ թվում է բանա, որ իրա քաշը ասեցին ամսվա մեջ 2 կիլոգրամ ընդամենը ավելացվել, ասես պրինցիպ այդքան էլ շատ չի։ Ոչմ, այս մեկից պրծանք, նորմալ Լևիտային ու կասեք ալերգիայի պատասխանը լավ ստանանք ու կարևորը երեխաներից հաստատ անձրև ագալու մի հատ էս անպամացություն ու տեսեք։ Ես էլ երեխաներին ասեցի դուրս կան բակ։ Վացքում էի գցած, ասեցի կփռես, հետո կհելնեք մի քիչ քաղաք, որտեղ տաք է էլ, այնպես չի ցուրտա, ուղղակի այսպես սպուչի։ Пожалуйста, до свидания. Սիրելիներս, այստեղ արդեն ես տան համար, համես համար, ոչ թե գործի համար, պատրաստում եմ աջապ սանդալ, քանի որ շուտ եմ գալիս աշխատանքի և շատ ուշ վերադառնում եմ տուն, այդ իսկ պատճառով փորձում եմ այնտեղ ժամանակ ռացիոնալ օգտագործել, որպեսզի մենք տանը ուտելու բան ունենանք, այլ կերպ հնարավոր չի, որովհետև ուշ եմ գալիս ու հոգնած
չեմ ուզում ոչունդան պատրաստել իրական։ Այսպես պատրաստում եմ աչափ սանդալ, զուգահեռ կորված եմ անում մանգալին եւ այդպես ամբողջ օրը վազքի մեջ սիրելիներս իսկ ես մաղթում եմ հաճելի դիտում, հուսամ ձեզ դուր կգա այս անգամվա վլոգը եւս։ Լույս բարի առավոտ ինձ սիրելիներս, մեզ մոտ հաջորդ առավոտն է, վաղ առավոտ արտանցել եմ 8-ից, հիմա արդեն 8-ից կեսա լինում և սուրճ եմ ինձ համար պատրաստել տառը, որպեսզի սրճեմ ու ինչ եմ շուտ արթնացել, քանի որ չերեմ ուզում եմ կոտլետներ պատրաստել հավի մսից, Հավանաբար կիվյան կսարքեմ, բայց համեմ չեմ առել, մոռացել եմ։ То есть ֆարշը կպատրաստեմ, 1-2 հատ կսարքեմ երեխաները, որ ուտելու ունենան, այստեղ կաստրոլայով տեսակ արդեն կադրերից, որ աճապ սանդալ էի սարքել, դա եմ բերել, կոտլետները կսարքեմ, արդեն երբ որ գամ արդեն աշխատանքից տուն, կբերեմ համեմ, արդեն կարակով կլցոնեմ և ֆարշերով, ոնց են ասում, ֆորմայի պես կտայմ և կուղարկեմ սարցախցիկը սիրելես, հիղանակը սարնոտա, ճանապրել եմ գործի, ինչ ամնում ինձ անել, հիմա սուրճս վայել եմ լրության մեջ, դալշը սոխը մաքրեմ, ու կասնեմ արդեն միսը կտրատեմ, որպեսզի արագ մսաղացում անցկացնեմ։ Աչքերս հոգնած, ուրած, չգիտեմ, տեսքս ինչա ոնց է։ Դե ինչ, այս կանը հավանաբար անպայման կմիանամ կադրեր կդնեմ, թե ինչպես եմ պատրաստում կիվյան կոտլետներ։ Մնացեք ինձ հետ։ Տեսեք, հաջորդ էտապը աղացել եմ, աղում եմ արդեն երկրորդ անգամ, որպեսզի կոտլետը մանր ու սոճնի գա, հիմա սա կանեմ, սոխը բավականին կանեմ, կհամեմեմ, կանաչին արդեն ասեցի վաղը, մի քիչ սրանից էլ կվերցնեմ բլինչիկի և կոտլետների համար, վերցել եմ արդեն, որտեղ բլինչիկի ու կոտլետի միսը չարժի, երկրորդ անգամ մսաղացով անցկացնել, հիմա սա երկրորդ անգամ կհարեմ ու կացնենք առաջ։ Սա արդեն ավարտեցի երկրորդ էտապը, հիմա այստեղ կաթը վերցնում և լցնում ենք կատոնչիկների վրա, որպեսզի թրջենք ու հացը տալիս է փափկություն, որպեսզի իրան ներծծի։ Եվ նորից աղանք։ Սելես այստեղ արդեն կաթն եմ եփում, որպեսզի բացումը մերեմ, այստեղ արդեն պատրաստում եմ բլինչիկ, որպեսզի փաթաթեմ և դնեմ արդեն սարցախցիկ։ Ես խմորը կանեմ, իրիկումն էլ արդեն ֆարշը կպատրաստեմ։ Նու ֆարշը աղացած է իհարկե, նկատում եմ միսը կեփեմ։ Չգիտեմ այստեղ ինչ հայտնվավ։
ես արդեն պատրաստում եմ փաթաթել բլինչիկները, մինչ սառեր ֆարշը, ես հարտուկ եմ արել, լվացքն եմ գցել, մի քանի գործ առաջ բերեցի ու ասեցի սարչի մի հատ ու սկսում եմ փաթաթել։ Մենակ հավի փափկամսիցա եւ նախընտրելի է համը ավելացնել, բայց քանի որ ձեռքից տակ չկար միայն սամիթր, ոչինչ չեղած։ Լավ է, այստեղ ծու եմ հարել, եզրերին ես միշտ քսում եմ, որովհետև տապակելու ժամանակի որ շոր ես տալիս, ինքը բացվում է, մամաս այդպես էր անում ու այդ սովորությունը մնացել է, որտեղ մի քանի անգամ ես փորձել եմ առանց այդ հավքիթը քսելու, ինքը բացվում է այնուամենայնիվ։ Իսկ այսպես փորձված մեթոդ է, եթե չգիտեք կամ չեք փորձել, անպայման փորձեք, եզրերը վերջում հավքիթի տեղնոցով ամրացրեք։ Ոյ, գնացինք սիրելիներս։ Այս թանեմ խնկարումը։ Սկսեցինք փաթաթել։ Ոյ։ Մի քանի թուփ երեխաները կերել են թերթիկները, մեկ-երկուսը վատ դուրս եկան, բայց դե հոգ չի, ասեմ, որ այս հավի մսով ինձ ավելի դուր գալիս, քան տավարի մսով, ու ոչը խառնում եմ, միքս չեմ անում, ուղղակի ինքը իրանով հավի միսա։ Թերթիկները չեմ հաշվել, ինչ կանա, գոնե մի 40 հատ կլինի թումը, 40-43, սա անեմ ու մի քիչ կհանգստանամ ու կգնամ արդեն գործի, որտեղ որ հիմա կբոշը է, հոգնա շատ, որ այսպես է էլի, իբրև մնում ես հանգստանալու, բայց թե ինչ հանգիստ, էպ, թապ, որ կա գատով կա, դուք էլ եք այդպես մի հատ չեք ինքը շատ հետաքրքիր ամենակ ես եմ հանգստյան օրերը ոչ հանգստյան օր հայտարարում։ Այսպես եզրերը քսում եմ որպես ինքը չբացվի։ Մենք հայ կանայք հանգստանալ չունենք։ Այսպես կանեմ կգծեմ մարազենիք ու բարբերաբար կօգտվենք։ Ճիշտ է, ինքը մի քիչ ջանջալ գործ է, հոգնեցնող։ Բայց թե ինչ անես, սարքես գցես, որ աշխատում ես, ժամանակ չես ունենում, գոնե այսպես մի 2-3 ամսվա պահոց կունենամ։ Հիմա միս եմ դուրս բերել, չի հասկացվում, կարյատինա ինքը հաստատ, բայց չեմ հասկանում, ինքը աղացած միսա, թե ցելի։ Եթե աղացած չլինի, իրիկունա տակ աղամ, ու արդեն տոլմայի պատրաստությունը կանեմ։ Կարմիր աղացած պղպեղել էի ավելացրել, բայց այն որ եփրելու ընթացքում իր գույնը գնաց կորավ։ Դե Հայաստանի չի էլի, որակով չի, որ ասեմ։ Ձեռնոց չեմ հագել, ընտրում եմ չգարեք։ Նույնպես չի էլի, որ ձեռնոցը հիգենիկ ահա համարվում։ Ոչ դա այդպես չէ, որ առանց ձեռնոց ես աշխատում, բնականաբար անընդհատ ձեռքերդ լվացնում ես, չնայած տան համար ավելի լավ է։ Ինագդա հագնում եմ, բայց այսօր չէ։ Իսկ աշխատանքի վայրում բնականաբար գլխարկներով ու ձեռնոցներով ենք աշխատում, սերնես։ Դեպ ինձ միանում են նոր հետևորդներ, շատ ուրախ եմ դրա համար, բայց չեմ հասկանում, վրոցի դիտումները քիչ է, բայց մարդիկ շատ, ուզում եմ հասկանամ, հետևորդներ ջան, երբ որ միանում եք, քան տոկոսն են հետաքրքիր, որ դիտում են իմ տեսանյութերը։ Ասենք 1500 համարյա հետևորդ ունեմ, բայց դիտումները շատ է, միգուցե կոնտենտը հետաքրքիր չի, ախր չեն պակասում է, ավելանում են, ուղղակի դիտումներն է քիչ, միգուցե սեզոնային է պայմանավորված, այդ
Փականկի սեզոնն է, դրսի գործերի սեզոնն է, մի հատ գրեք էլի խնդրում եմ մեկնաբանությունների դաշտում, որպեսզի ինձ էլ հա պարզ լինի ինչու նա խնդիրը ուր ես գլորում Ազիզ ջան։ Այսպես կդնեմ բանի վրա ինչ են ասում ես մյուս կսարի կփակեմ բնականաբար որից հետո կանջատեմ ու կտեղափոխեմ արդեն սարսարան, այդ արդեն երեկոյան, տոպրակների մեջ էլի, այսպես առայժմ պատմոսի վրա եմ անում։ Հոգնեցի, կոն այսպես մի քիչ կնստեմ, հա լավ, թճել ոտքերս ինձ չեն ենթարկվում։ Ինքան տիրա եղել շերտերը, համեղ, սպիտակ։ Դե փորձել եմ, սոդա է որ անում եմ, մուկ է ստացվում գույնը, բլինչիկ է, այսպես, տեսեք, բաց, սիրուն, բլինչիկներ եմ ստանում։ Հիմա դնեմ մի հատ ինձ համար մի բան նայեմ, սիրներս, ու անցնեմ առաջ, որպեսզի ցանցրալի չթվա, ձեզ էլ չցանցրացնեմ ու տեսնենք որտեղից կմիանամ։ Վերցերնես ահա փաթաթեցի վերջացրի բլինչիկները, ստացվեց այսքան քանակությամբ, չեմ հաշվում ժամանակու հավես չունեմ եւ այստեղ մի 5 լիստ ավելացավ եւ մի հատ որը պատարոցեց, այսինքն սա կուղարկեմ սառնարան, սա կծածկեմ եւս սարսափցի կգնա երեկոյան կանջատեմ ու կդնեմ այսպես տոպրակ ամեն ոնց որ ասած պորցիայով, հա 5 հատ կամ 6 հատով սարսափցիկը։ Այստեղ բուրըն պատգատովկա է գնում։ Իրդել օգնում է երգ լսելով։ Ասեցի ներկայացնեմ ուրենք հասել։ Բլինչիկները թխվում են, բլինչիկի սոխարած տապակվում է, միսը դուրս են բերել արդեն պոստոլմայի ու ամառային տոլմայի եմ ուզում սարքեմ, դրա ֆարշը։ Պատգատովկա անեմ, որ ոչ մի բան չսարքեմ, գոնե մի 2 ամիս։ А ты с мясом будешь готовить? Показывала, потому что у меня интернета не было. Դիտես օգնում ես սրանք դասավորենք, որպես արդեն կոտլետների ձևավորենք։ Լիլու թատա ոնց։ 5, 6, 8 штук там. Скорее всего. 7 Ой-ой-ой. и 8. Ապրես։ Последний. Դու ես ուպակովկան անեմ։ Ահա, այսպես 3 ուպակովկա ստացա, ամեն մեկը 8-10 հատով կարծեմ մոտավորապես։ Այս թումա բավական կգնացամ ես։ Դա սողարկեմ։ Սարսափցիկ, այս ոնց կտեղավորեմ իր ամանի մեջ։ Անցնենք առաջ։ Ոնց խանգարում է Լիլո։ Կընկնի։ Ոնց չեմ սիրում այս պահերը, բայց որսից հավաքում է ձեռքի մեջ։ Բայց Իլի ոնց որ մեծ արում, չէ Լիլ։ Помещицевать. Листок тоже. Карак. Карак с льдом. Ստացանք այսքան կոտլետներ դերևս ու 10 ու էլի ունեմ երևի սրանից էլ 2 անգամ ավել կստանամ, կեսնել արդեն կոտլետ կանեմ, սա ծածկեմ, եւս կգնա սարսափցիկ։